Տեղական գյուղմթերքի գները Հայաստանում աճել են, քանի որ գյուղատնտեսական առումով նախորդ տարին բարենպաստ չէր։ Վաճառողները նկատում են նախատոնական շրջանում միշտ է գնաճ լինում։ Ոչ սեզոնային մթերքը, լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը, կարտոֆիլը ամբողջությամբ գալիս են ջերմոցներից եւ արդեն թանկ ինքնարժեքով։ Հատկապես կարտոֆիլի գնի բարձրացումը բնակիչների մեծամասնության մոտ շոկ ու զայրույթ է առաջացրել։ Այն ըստ էության երկրորդ հաց են համարում։ Զարթնում ես 30-40 դրամ, ամեն ինչը թանկ է։ Հացը օր պակսում է, դառնում է 50 գրամ։ Մի հոգի մարդը մի հաց չի կարում ուտի։ Ընձեռնամ եմ 200 կա, 250 կա, 300 կա։ Այդել բալաճան։ Վարունգը մի քիչ ամառեժան է, բայց հիմա թանկացել է, նայում ենք 500 դրամ։ 2025 թվականի առաջի 9 ամսում Հայաստանում գյուղմթերքի գները աճել են 4.9%-ով, իսկ Ռուսաստանում օրինակ գները նվազել են 12.4%-ով, Բելարուսում 9.9%-ով։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է հայտնել։ Գյուղմթերքի գների բարձրացումը հատկապես նկատելի է ջերմոցային արտադրանքի դեպքում։ Գյուղոլորտի փորձագետը նշում է, ձմռանը ջերմոցների սպասարկումը ունի բարձր կոմունալ արժեք, ջերմություն, ջուր, էլեկտրաէներգիա, իսկ դա անմիջապես արտացոլվում է վերջնական գնի վրա։ Բացի այդ, ըստ նրա գյուղոլորտը չունի շուկայի, շահույթի վերահսկողություն, չկա նաև հաշվարկ։ Չկա մասնագիտական մոտեցում, այսինքն ինչ ձևով է մշակվում, ինչ ինքնարժեք է վերջնարդյունքում ստանում, բացի դրանից պետական օժանդակության ծրագրերը, որոնք կարծես թե գրված են գյուղացու հոգսը նվազեցնելու համար, այնպիսի պայմաններով են առաջարկվում, որ հաճախակի պարզապես հասարակագյուղացին չի կարողանում այդ առաջարկներից ծրագրերից օգտվի։ Գյուղնախարարության բացակայությունը ըստ փորձագետի լուրջ խնդիր է։ Գյուղատնտեսությամբ զբաղվելու հետաքրքրությունը ամեն տարի նվազում է։ Գների շուկայական բարձրացումը դժվարություն է ստեղծում թե գնորդների, թե արտադրողների համար, իսկ գյուղատնտեսական տարվա հաջողությունը, ինչպես մասնագետներն են ձևակերպում, կարող է մեծապես որոշել առաջիկա ամսվա գնային իրադրությունը։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։